Բարերկո հարգելի հետևորդներ, եթերում մենք ենք եւ խոսելու ենք քաղաքական անցուդարձից։ Այսօրվա հյուրս Հայոց հայրենի կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանը։ Տիկին Եղոյան, շնորհակալ եմ իմ հյուրը լինելու համար, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շնորհակալություն հյուրընկալության համար, փառք Աստծո։ Տիկին Եղոյան, այնինչ կատարում են ներքաղաքական այս անցուդարձի մեջ մեկ բառով բնութագրել հնարավոր չէ։ Արշավ եկեղեցու դեմ համենգապետերի ձերբակալումներ, շարունակական քահանաների ձերբակալումներ, այսինքն այս ամենը միտումնավոր ուր է գնում ըստ ձեզ։ Շատ ճիշտ նկատեցիք, այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է քաղաքական հաշվեհարդարի փուլում։ Եվ ձերբակալություններ, եւ եկեղեցի, եւ համայնքապետեր, սա այս ամեն ինչ տանում է նրան, որպեսզի կարողանան հզոր եւ ամուր ինստիտուտները կազմաքանդել։ Իշխանությունները նախընտրում են պայքարել ոչ թե խնդիրների, այլ ընդդիմախոսների դեմ։ Այսինքն բոլոր այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, եկեղեցականները, հոգևորականները, ովքեր դեմ են այս պետության թրքացմանը, այս իշխանությունները փորձում են հաշվեհարդար տեսնել այդ ընդդիմախոսներին։ Սա ժողովրդավարություն չէ, սա ուղղակի իշխանության պահելու մոլուցքն է պետության կործանման հաշվին։ Սա գտնում եմ, որ սա գաղափարական պայքար չէ, գաղափարախոսական պայքար չէ, եւ եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգի, մեր պետության ինքնուրույնության եւ դիմադրողականության հիմքը, եւ այսօր վերացնել եկեղեցին, դա նշանակում է վերացնել եկեղեցին, ձերբակալելով եկեղեցու սպասավորներին, ընդհուպ մինչեւ վարքաբեկելով Գարեգին առաջինին եւ կաթողիկոսին, դա վկայում է այն մասին, որ այս իշխանությունները գնում են դեպի պետության քայքայման, պետության կործանման։ Հրահանգ է, մենք կարող ենք սա արձանագրել որպես Եվ ուզում եմ փաստել, որ եկեղեցին երբևէ անձերին չի պատկանել, եկեղեցին պատկանել է ժողովրդին եւ բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են եկեղեցու դեմ, դա վնասում է պետությանը, վնասում է ժողովրդին, կտրելով իրեն պատմական ողնաշարից։ Տիկին Եղոյան, մենք ամուր ենք եղել մեր եկեղեցով, մեր բանակով, մեր ուժային կառույցներով, մեր դիրքերով։ Կարծես ամեն ինչ մտածված փլուզվում է եւ դեռ շարունակվում է փլուզվել։ Սա այն կարևորագույն ինստիտուտների փլուզումն է, որը ինչպես քիչ առաջ նշեցի, գուցե հրահանգ է, բայց ոչ թե մեկ այլ երկրներից, այլ հենց կոնկրետ թուրքա-ադրբեջանական երկրների կողմից, որը ի կատար է ածում ներկայիս իշխանությունը, ձեր կարծիքը ինչպիսին է։ Գիտեք, երբ որ 90-ական թվականներին, 89 թվականից սկսվեց Արցախյան պայքարը, դեռ այն ժամանակ մենք չունեինք բանակ։ Եվ երբ ձևավորվեց, հիշում եմ, կամավորականները երբ որ գնում էին, այդ ժամանակվա տատիկները, մեծահասակները ամեն ինչ անում էին, որպեսզի բանակը ստեղծվի, այսինքն թիկունքում աշխատում էին բանակը հզորացնելու համար։ Եվ այս մեծ հայ ժողովրդին պահող հենասյունը եղել է եկեղեցին, բանակը։ Եվ ճիշտ նկատեցիք դուք, այսօր մեր իշխանությունները կատարում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահանգները, դառնալով տվյալ պետությունների խամաճիկները, այսինքն ինչ թելադրում են, նրանք այստեղ անում են։ Ինչա նշանակում մենք պետք է բանակ չունենանք։ Մենք չենք կարող բանակ չունենալ, որովհետև մենք գտնվելով այնպիսի տարածաշրջանում, շրջապատված թշնամիներով, եւ չկա մի պետություն, որը բանակ չունենա։ Իհարկե։ Չկա նման պետություն։ Այս ամենի հետևությունը այն է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որոնք եկել են իշխանության ոչ թե պետություն կառուցելու, պետություն հզորացնելու, եկել են քանդելու հազարամյա պատմություն ունեցող հնադարյան մի ողջ ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան թողնելով անորոշ։ Դե տեսեք, բացարձակ պատահական չէր, երբ պատմության դասաժամը գրքից անեցին պատմության ուրեմն մասը, գրքից անեցին Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Բացարձակ պատահական այլևս չեմ համարում, մինչդեռ ես բոլորին այլ կարծիք ունեի, բայց այլևս պատահական չեմ համարում Ծիծեռնակաբերդի
քանդելը եւ այնուհետ պարզելը, որ չի համապատասխանում ինչ թղթեր իրականության հետ եւ այն չվերանորոգելը, չկառուցելը, այսինքն մենք 26 թվականին ապրիլի 24-ին ունենալու ենք քանդված Ծիծեռնակաբերդի տեսարան։ Սա եւս վկայում է այն մասին, որ գործող իշխանությունները ամբողջովին նվիրված են թուրք-ադրբեջանական պետությանն ու պետության ղեկավարներին։ Դուք ճիշտ նկատեցիք, պատմության դասագրքերից պատմության Հայաստանի պատմություն դարձնելը, առաջի դասարանի դասագրքերից Մեսրոպ Մաշտոցի հանելը, մեր անցակետերում կնիքների վրայից Արարատ Սարի հանելը, այսինքն այս ամենը ընդամենը բերում է նրան, որ մենք գործ ունենք ոչ հայամետ, ոչ հայանպաստ իշխանությունների հետ, որը նորից եմ կրկնում մեզ համար, մեր ազգի ու մեր պետության համար դառնալու է սարսափելի կործանարար։ Եվ ճակատագրական։ Եթե 2026 թվականին այս իշխանությունները նորից վերարտադրվեցին, ուրեմն մենք պետք է փակենք հայ ժողովրդի պատմության էջը ու մնանք մշուշոտ ինչ-որ մի պատկերի մեջ, ավան, ինչ-որ մի ավան, չգիտեմ ում տիրապետության տակ։ Միշտ ասել եմ, ես ոչ թե որպես լավատես եմ ասում, սա ուղղակի ասում եմ մարդ, որի պապերը նախնիները սկիզբ են առել Արևմտյան Հայաստանից, Էրզրումից, էրզրումցիների նախնիներս, եւ ես համոզված եմ, որ դա չի լինելու, որովհետեւ ոչ ոք չի կարող ոչնչացնել այն ինչ ստեղծված է Աստծո կողմից։ Իսկ հայ ազգը, հայ ժողովուրդը եւ հայքը, Հայաստան կոչված հայքը, դա համարվում է Աստծո տունը եւ հայը համարվում է Աստծո ստեղծած ժողովուրդը։ Դե տեսեք, ամեն ինչ արվում է, որպեսզի Աստծո տունը, բառից բուն իմաստով եկեղեցին նույնիսկ չեմ կարող ամարտաբերել պղծվի, ինչով, չէ՞ որ եկեղեցում իրավունք չունի ըստ եկեղեցական օրենքի, հա, իրավունք չունեն կարգալույծ եղած քահանաները պատարագ մատուցել։ Արդեն այդ եկեղեցին իրենք պղծեցին, չէ՞, կարելի է համարել եւ պետք է մաքրվի եկեղեցին նորից, պետք է գործողություն կատարվի։ Հիմա հաջորդ շաբաթ իրենք փորձելու են գնալ մեկ այլ եկեղեցի եւ այսպես շարունակաբար։ Հասկանում եք, որ սա բացահայտ արշավ է, բացահայտ։ Եվ այստեղ, ինչպես դուք նշեցիք արդարացիորեն, խնդիրը անձին չի վերաբերում։ Խնդիրը երևույթին եւ ինստիտուտին է վերաբերում։ Գիտեք, ես այսպիսի մի բան եմ ուզում փաստել, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորը կոչ էին անում, որպեսզի վեհափառը հնչեցնի ամբողջ հանրապետության զանգերը եւ ժողովրդին ոտքի հանի, որպեսզի կարողանանք այս արհավիրքի դեմն առնել, բայց կաթողիկոսը լռեց եւ այսօրվա դեպքերը, որ տեղի են ունենում, դա ինձ թվում է, թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր ինձ հետ համամետ չեն լինի, ինձ թվում է, որ սա կաթողիկոսի լռության արդյունքն է։ Եվ այսպեսի մի բան կա։ Տեսեք, մենք Արևմտյան Հայաստանում թողել ենք բազմաթիվ մեծ արժեքներ ունեցող եկեղեցիներ, խաչքարեր, այո, հին ժամանակվա եկեղեցիներ եւ այսօր պահանջատեր ենք մենք մեր եկեղեցիներին, մեր հողերին պահանջատեր ենք եւ ասում ենք, որ դա մերն է։ Եթե դա թուրքական է, ինչու են կառուցվել հայկական եկեղեցիներ։ Ինչ են անում հիմա ադրբեջանցիները թուրքերի հետ համատեղ։ Արցախում ոչնչացնում են բոլոր պատմական նշանակություն ունեցող եկեղեցիները, որպեսզի հետքերը վերացնեն, որպեսզի ասեն, այստեղ նման բան չի եղել։ Իդեպ բոլորովին վերջերս նորից լուր եկավ, մեր համար ցավալի լուր, որ եկեղեցին նորից ինչ որ վերացնում է, եկեղեցու տեղը ինչ որ բաներ են, ոչ թե վերացնում են, այլ ընդհատակ են վերացնում, քանդում են հիմնահատական, որպեսզի ոչ մի հետ չթողնեն, որովհետև եւ մենք եւ Հայաստանում եւ եվրոպացիները եվրոպական դատարաններում, երբ որ բողոքարկվեց մշակույթի պաշտպանման հանձնաժողով կա այդպես, չգիտեմ, նրանք այնտեղից էլ բարձրաձայնում էին, որ ադրբեջանական տարածքում ոնց է թույլ տվել ժամանակին հայկական եկեղեցիներ կառուցել ու նման հզոր եկեղեցիներ։ Ու հիմա ադրբեջանցիները ոնց որ ասում են, եթե հայրը մի քիչ ուրիշ մտածելակերպ ուներ, որդին այլ մտածելակերպ ունի եւ հիմնահատակ քանդում է բոլոր հայկական մշակույթ հիշեցնող եւ մշակույթ ներկայացնող պատմություն հիշեցնող եւ ընդգծող։ հիշեցնող Այն օրն էլ
Ադրբեջանի նախագահը շատ բացահայտ Սևանին եսիմինչ անուն է տալիս, չեմ ցանկանում արտաբերել։ Այսինքն ուզում եմ հասկանալ դարերի վեր իրենք են կառուցել այն եկեղեցին, որ ասում են մենա Սևան, իրենք եկել են եւ իրենց իբրև թե Սևանում եկեղեցի են կառուցել Աղթամարի, թե ինչ էին արել, թե խաչքարեր էին դրել Սևանում։ Գիտեք ինչ Եվ գիտեք ամենացավալին ներողություն եմ խնդրում, կցանկանայի շարունակեիք։ Ամենացավալին այն է, որ պետական մակարդակով պատասխան չհնչեց այդ ասվածին։ Ես համամիտ եմ քեզ հետ, ինչի է այդպես խոխորտում։ Ես չեմ ուզում անունը տալ, որովհետև դիմացը պատասխան տվող չկա։ Այսինքն դիմացինը ոչ միայն պատասխան չի տալիս, այլև գործարքի մեջ մտած կատարում է բոլոր ցանկությունները եւ բոլոր այն իրավիճակները, որ ստեղծվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից։ Հրահանգները կատարվում է։ Սա գալիս է նրանից, որ վերցնենք Արոյայի օրինակով, երբ որ հարևանդ քո տան մեջ ինչ-որ ոտնձգություններ անում եւ դու համարժեք պատասխան չեն տալիս, նա ավելի է առաջ գալիս։ Դրանց չէ գալիս, նա ավելի է առաջ գալիս։ Եվ սա 44-օրյա պատերազմից հետո մենք հասել ենք նրան, որ մեր իշխանությունները, մեր երկիրը արդեն միջազգային հարթակներում մեզ չեն ճանաչում, մեզ չեն ընկալում։ Սա գալիս է մեր իշխանությունների այսօրվա ոչ հայատած ղեկավարությունից, կառավարումից։ Եվ միանշանակ կարծիքը կիսում եմ, սակայն այստեղ մի ուրիշ հարց էլ կա։ Տեսեք ինչ է անում։ Դրսում կրանում է, ներսում ձերբակալում է մարդկանց, ովքեր իրենց թույլ են տալիս ունենալ այլակարծություն։ Սա հակասական եւ գիտեք ես քիչ առաջ ասեցի այսօրվա իշխանությունները նախընտրում են պայքարել ոչ թե խնդրի, այլ ընդդիմախոսների դեմ։ Մենք ունենք լրջագույն խնդիրներ, մենք ունենք տարածքային ամբողջականության կորուստ, մենք ունենք բանակի ոչնչացում, մենք ունենք սպառազինություն, չենք կարողանում սպառազինել մեր բանակը, որովհետև մեր հարևանը դա չի ուզում։ Փոխանակ նման խնդիրներ բարձրացնեն իշխանավորները միջազգային ատյաններում, գալիս են Հայաստան եւ ձերբակալում են բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պաշտում են իրենց հայրենիքը։ Այսօր բանտերում են գտնվում բոլոր այն հերոս տղաները, որոնք ժամանակին 90-ական թվականներին միթիս հողի համար կյանք են տվել, արյուն են թափել։ Եվ պատրաստ են կրկին տալու, այսօր բոլորը գտնվում են թե Հայաստանի Հանրապետությունում, թե Հայաստանի Հանրապետությունից դուրս, բոլոր նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս այս իշխանություններին, գտնվում են կալանքի տակ, ձերբակալություններ, կալանավորում, տնային կալանքներ եւ այլն։ Դա վկայում է մի բանի մասին է դա վկայում, որ այսօր իշխանությունները իրենց իշխանության մոլուցկով, իրենց աթոռապաշտության շնորհիվ պատրաստ են ոտնատակ տալ պետությունը, պետականությունը, բայց միևնույն մնան իրենք աթոռին։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ, կրկնել եմ սպարապետի խոսքերը, հողը ամուր պահեք, որ աթոռ դնելու տեղ ունենաք։ Միևնույնն է, եթե Աստված մի արասցե, չեմ ուզում նման արտահայտություններ անել, որտեղ ասում են խոսքը ուժ ունի, ցանկացած օտար պետություն, որ գա Հայաստան եւ մենք չունենանք Հայաստանի անկախ պետականություն, այդ իշխանավորները չեն մնալու այդ իրենց աթոռներին։ Նա մանավանդ թուրքերը դավաճաններին չեն սիրում եւ չեն ներում։ Տիկին Եղոյան, ձեր ասացից ես կարող եմ հիմա մեկ այլ հարց ձեզ հղել։ Այսինքն 26 կուսակցություն այժմ պատրաստվում է մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Եվ բոլորիս հասկանալի է, որ այդ կուսակցությունները մանր ձայների մսմամբ են զբաղվելու հիմնականում, այսինքն 1000, 3000, 2000 հասկանում եք, եւ նորից կվերարտադրվի ներկայիս իշխանությունը։ Այսինքն նորից ստացվում է, որ մեր չհամախմբման, մեր չմիացման շնորհիվ մենք իսկապես նորից վերարտադրելու ենք ներկայիս իշխանությանը։ Ես համաձայն եմ ձեզ հետ, այո, այդ կուսակցությունները, ովքեր մասնակցում են ընտրություններին,
գիտենալով իրենց ռեսուրսները, միևնույնն է մասնակցում են ընտրություններին։ Այո, դուք ճիշտ եք, մենք պետք է համախմբվենք։ Պետք է համախմբվեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց հետաքրքիր չի աթոռը, որոնց հետաքրքիր է հայրենիքը, որոնց հետաքրքիր է Այնպես դա է ասած։ Կարծես պայքարը գնում է աթոռի համար, իշխանության համար, խորհրդարան մտնելու համար, եւ արդեն երկրի խնդիրը մղվում է հետին պլան։ Հա, դա եմ ասում ես, որ եթե չունենանք մենք պետություն, պետականություն, չունենանք աթոռը դնելու տեղ, ում է պետք է։ Ես կարծում, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, էլի այդ իշխանություններ, այդ կուսակցությունները, ովքեր մասնակցում են, հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին, չեն կարդացել հայոց պատմություն։ Չգիտեն հայոց պատմությունը։ Ինձ թվում է գիտեն, ուղղակի մտածում են, որ կկարողանան գոնե 5 տարի ազգային ժողովում մի կերպ գոյատևել։ Ոչ թե գոյատևել, այլ տեղավորվել, լավ ապրել։ Ես կասեմ, որ տեսեք ինչեր եկան մեր գլխին 2020 թվականից մինչ օրս մենք ինչ փորձությունների միջով եւ պատերազմ եւ այլն վերջում արդեն Արցախը լիարժեք հանձնեցինք եւ այլն, բայց կարծես այդ ընդվզումը, որը պետք է լիներ իրականում, չեղավ։ Ժամանակ առ ժամանակ հավաքվում էին ինչ-որ բաների բողոքում, ցույցեր անում եւ հետո գնում տուն, նորից հավաքվում, նորից գնում տուն։ Այսինքն այն իրական պայքարը, որը պետք է լիներ վաղուց եւ մենք չունենք դա։ Գիտեք ինչի՞ց է, ես որդեգրել եմ մենք կուսակցությունը որդեգրել եմ մի սկզբունք, որ մենք բավ է արդեն քննադատենք նախկիններ եւ ներկաներ։ Իրենք իրար լավ էլ քննադատում են։ 26 կուսակցություններից որ մեկը ունի պետականամետ կամ հայամետ ծրագիր։ Գուցե ներկայացնել մենք ունենանք, բայց չէ, բոլորի ծրագրերը գրեթե նույնն են։ Խոստանում են, սկսում են ասֆալտից, կարծեք ասֆալտը ամենաառաջնահերթ եւ ամենակարևորագույն խնդիրն է այս երկրի համար։ Սկսում են ասֆալտից, խոստումներով, թոշակի բարձրացումով, գալիս են իշխանության եւ 5 տարի ժողովուրդը մնում է նույն կոտրած տաշտակի առաջ։ 21 թվականի ընտրություններին, եթե հիշում եք, հայոց հայրենիք կուսակցությունը միայնակ մասնակցեց ազգային ժողովի ընտրություններին։ Հավաքեցինք 13000 ձայն։ Հիմա խոսում են ինձ հետ, ժողովրդի հետ, երբ որ հանդիպումներ ենք ունենում, խոսում ենք, ինձ հարցնում են, բա ում ընտրեինք։ Ուզում էիր նորից Քոչարյանը կամ Սերժը գա, ասում եմ, լսեք, ժողովուրդ։ 14 թե 16 կուսակցություններ մասնակցում էին ընտրություններին։ Ինչի է ձեր մտածելակերպը պատտվում այդ 3 անձերի շուրջը։ Բավ է դուք անձապաշտությամբ զբաղվեք։ Դուք վերցրեք յուրաքանչյուր կուսակցության խելամիտ ծրագիրը նայեք։ Ինչի չգնացիք ձայն չտվեցիք հայոց հայրենիք կուսակցության։ Ասում եմ դուք լավ ծրագիր ունեք։ Ինչի ձայն չտվեցիք հայոց հայրենիքին։ Պատասխանը Չունեմ պատասխան։ Իրականում, գիտեք, մեղադրելու էլ չի քաղաքացուն, որովհետև այդ ծրագրերը այնքան գեղեցիկ են գրվում, որ կարդալուց մտածում ես Երանի թե իրականացնեն, բայց երբ գալիս են իշխանություն, հիշեք Նիկոլ Փաշինյանը ինչ էր անում, արագաչափերը փակում էր եւ ասում էր պրիվետ այդ Զիմզիմովը, չի լինելու կարմիր, չի լինելու արագաչափերի տեսախցիկներ, հակառակը եղավ, այդ տեսախցիկները շատացան, կարմիր գծերը կրկնակի եռակի թանկացան եւ այլն, այսինքն այդ ծրագրերը, որը ներկայացվում է, ամեն դեպքում պետք է նաեւ իրականացվի։ Կարող եմ ձեզ մեկ հարց տալ։ Համեցեք սիրով։ 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը քայլելով Գյումրիից եկավ դեպի Երևան, տեղի ունեցավ, հանձնեցին իշխանությունը եւ նոր ընտրություններ տեղի ունեցավ։ Որևէ մեկը, թողնենք այդ տեսախցիկները, թողնենք կարմիր գծերը, որևէ մեկը վերցրեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը կարդաց։ Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, տիկին Եղոյան, բայց չկա, կարող է իրենք ունեին նախընտրական ծրագիր, բայց բոլորը մտածեցին, վայ, եկավ, կփրկի եւ այլն, փրկի չեկավ, կփրկի։ Բայց դա ոչ մեկը չհասկացավ, որ սա թուրքական ծրագիր է իրականացվում։ Պանթուրքիզմի մեծ թուրանի ծրագիրն է իրականացվում Հայաստանում։
44-օրյա պատերազմը նախատեսված էր ավարտել ընդամենը 4 օրում, որի ընթացքում թուրքալեզու պետությունները պիտի միավորվեին եւ դառնալ ստեղծվեր մեծ Թուրանը, փառք ու պատիվ մեր բոլոր այն զավակներին, այն մատղաշ սերնդին, որ կարողացան պայքարել եւ դիմակայել այս մսաղացին, այս ահռելի պատերազմին։ Հիմա անցնեմ 18 թվականին։ 18 թվականից առաջ էր Նիկոլ Փաշինյանին արդեն ընդգրկված թուրքական նախագծի մեջ Հայաստանը ոչնչացնելու ծրագրի մեջ։ Ես ինչի եմ հարցնում, որևէ մեկը կարդացել է։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը եղել է իր գիրքը երկրի հակառակ կողմը, հա։ Այո։ Այո, երկրի հակառակ կողմը։ Թողնենք Նիկոլ Փաշինյանին, անցնենք նոր գալիք ընտրություններին, ուզում ասել, որ ժողովուրդը պիտի հասկանա, որ քաղաքական ուժին է ձայն տալու, պիտի կարդա ծրագիրը, բավական է մենք անձապաշտությամբ զբաղվենք, ընտրեցինք մենք Տեր-Պետրոսյանին, այսինքն Ղարաբաղ կոմիտեին Տեր-Պետրոսյանից հետո անցան ոչ թե կուսակցական գաղափարախոսության ետևից են գնում, այլ գնում են մարդկանց ետևից, անձապաշտությունը, որը բերում է ահավոր կործանման եւ որի արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք այսօր։ Տիկին Եղոյան, այ դուք խոսում եք ծրագրերի մասին, ինձ հետաքրքիր հայոց հայրենի կուսակցությունը ինչ ծրագրերով է ներկայանալու եւ ինչպես է վստահություն ունենալու ընտրողի առջեւ։ Ո՞րն է ձեր համար գլխավոր ուղերձը լինելու։ Այսօր մեր հասարակությունը հոգնած է դատարկ խոստումներից, հոգնել է դատարկ խոստումներից, խոստումներ ներկայացնող քաղաքականությունից։ Հայոց հայրենի կուսակցությունը առաջարկում է ոչ թե հերթական հռետորաբանությունը, այլ պետական վերակառուցման ծրագիր։ Մենք ուզում ենք վերականգնել պետությունը, վերականգնել պետության ողնաշարը, բանակը, ազգային հոգևոր ինստիտուտները, ազգային ավանդական արժե համակարգը, շատ կարևոր, այո, եւ համայնքային ինքնակառավարման մոդելը։ Մենք խոստանում ենք, որ ոչ թե սկսելու ենք ասֆալտից, ոչ թե սկսելու ենք թոշակների բարձրացումից, մենք սկսելու ենք վերականգնել պետությունը, վերականգնել պետություն եւ քաղաքացի հարաբերությունները, նոր սկսենք տնտեսության զարգացումը։ Փաստորեն սրանով դուք մեկնարկում եք, ազդարարում եք, որ հայոց հայրենի կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի ընտրություններին։ Չենք ազդարարում, քանի որ այս պահին մենք ունենք բազմաթիվ առաջարկներ տարբեր կուսակցությունների հետ։ Հայոց հայրենի կուսակցության կենտրոնական կոմիտեն առայժմ քննարկման փուլում ենք եւ մասնակցության հարցը եւ ծրագրերը կներկայացնենք դեկտեմբերին կայանալիք մեր համագումարին եւ կանենք հայտարարություն։ Ահա։ Այնուհանդերձ, եթե որոշեք մասնակցել, կոալիցիա կազմելու հնարավորություն կամ կոալիցիա կկազմեք, մտածել եք այդ մասին։ Մենք բաց ենք ցանկացած դաշինքի համար, սակայն չեմ ուզում դեռ բացել փակագծերը, համագումարի ժամանակ կորոշի, խորհուրդը կորոշի։ Դա դեկտեմբերին, այո, ասացիք։ Այո, դեկտեմբերին տեղի կունենա հայոց հայրենի կուսակցության հերթական համագումարը, շատ հարցեր կստանան իրենց պատասխանները եւ հայտարարությամբ հանդես կգանք։ Առաջ ասված Տիկին Եղոյան։ Առաջ ասված։ Հուսանք, որ իսկապես բանին կհաղթի չարին եւ միանշանակ։ Մենք իսկապես հայ ազգը իրավունք ունի լավ ապրելու։ Մենք լավ ազգ ենք, մենք մշակույթ, արվեստ, եկեղեցի հարգող ազգ ենք եւ մեր ազգը պիտի դուրս գա այս քաոսային, այս ծանր վիճակից, ինչպես ասում են, սատանան այդքան վախենալու չէ, որքան նրա մասին խոսում են, եւ վերջապես մի օր սատանան էլ է պարտվելու, սա գլոբալ առումով։ Աստված երբեք իր զավակին չի լքում։ Եթե զավակը շեղվել է Աստծո պատվիրաններից, շեղվել է Աստծո տնից, միևնույն է, երբ որ վերադառնա Աստծո խոսքին, Աստված կնայի զավակի երեսին։ Մենք հայերս Աստծո ստեղծած զավակներն ենք։
եւ մենք պարտավոր ենք պահելու Աստծո ստեղծած տունը։ Ավելացնելու ոչինչ չունեմ, հյուրս Անահիտ Եղոյանն էր, Հայոց հայրենի կուսակցության նախագահ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։